Մենք ունեցել ենք նաև համանման իրավիճակում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ներկայացուցիչ բողոք ոստիկանության անգործության մասին նմանատիպ իրավիճակ էր նկարագրվում եւ նշում էր, որ ոստիկանները դրսևորել են անգործություն եւ այս պայմաններում ըստ էության չեն ցուցաբերել անհրաժեշտ վարքագիծ, բայց ես վերադարձ վարչարարության շրջանակներում անդրադարձել եմ կոնկրետ հարցադրմանը եւ կոնկրետ ներկայացուցիչը պնդում էր, որ սա մասնավոր սեփականություն է, մասնավոր սեփականության հետ կապված պետք է երաշխավորի իրավունքը անձի պետությունը եւ կոնկրետ վտարման պահանջ էր ներկայացվում, վտարել կոնկրետ հոգեվորականի։ Ես վերադարձ վարչարարության բողոքի շրջանակներում ֆիքսել եմ, որ բառացիորեն կարդում եմ, որպեսզի տարընկալումներ չլինեն։ Թեև եկեղեցու շենքը մասնավոր սեփականություն է, այդուհանդերձ այն իր նպատակային նշանակությամբ եւ գործառույթով սահմանադրորեն երաշխավորված մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունքի իրացման համար նախատեսված հանրային վայր է եւ չակերտավոր Չակերտների մեջ եմ շեշտում, որովհետև գիտեմ ներկայացուցիչ այլ հակապաստարկները։ Հրապարակային օֆերտա է անում եկեղեցին իր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու տվյալ տարածքում։ Եվ եթե մենք սկսենք սելեկտավորել, ով կարող է մտնել եկեղեցի, ում է ուզում եկեղեցու հետևորդը լսել եկեղեցում, այս քահանային թե այն, եւ մենք սկսենք ֆիլտրել այդ բոլոր process-ները, կներեք, բայց դա չի իրացնում այլևս եկեղեցու հիմնական նպատակը։ Եկեղեցին մասնավոր տարածք է, բայց իր յուրահատկությամբ եկեղեցին հանրային հրապարակային օֆերտա է անում բոլոր հետևորդներին գալու եւ հոգեվոր պահանջմունքները բավարարելու։ Հետևորդներն են որոշում ում լսեն, ում չլսեն, մենք չենք որոշում ով է կարգալույց, ով կարգալույց չի։ Եվ եթե հետևորդներն ուզում են տեսնել տվյալ հոգեվորականի եւ տվյալ հոգեվորականը որևէ այլ հաղորդում չի ներկայացնում այս թեմայով, ինչի մասն ենք մենք խոսում։